Հայրենակիցներ, մենք քննարկում ենք մի իշխանության կողմից ներկայացված բյուջեի կատարողականի հաշվետվություն, որը հետևողականորեն եւ ոչ ծավալով ձգտում է լիակատար դիկտատուրայի հիմնված թշնամու օրակարգը սպասարկելու, սեփական հայրենակիցներին արժանապատվությունը ստորացնելու, նսեմացնելու եւ որ ամենածանրն է նրանց ապագան ոչնչացնելու սկզբունքի վրա։ Մի իշխանություն, որը ժողովրդավարության անվան տակ քարոզում էր արժեքներ, որ ժողովուրդ դուք եք որոշելու այսուհետ թե ինչ պետք է լինի, կառավարության դռները բաց են ձեր առաջ, ազգային ժողովի դռները բաց են ձեր առաջ, այսօր անգամ փոքր բողոքի ակցիան վերածվում է ոստիկանական բիրտ ուժի կիրառման, քիթ մռութ ջարդելու գործընթացի, դա զուգորդվելով բնականաբար ներկայացնելով կեղծ հիմնավորումներով, դրան զուգահեռաբար քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ քրեական ապօրինի հետապնդումներ հարուցելով, քաղաքական հալածանքների ենթարկելով, բայց որ ամենածանրն է ազգային ինքնությունը պահպանող արժեքներին հարվածներ հասցնելով։ Սա մի իշխանություն է, որը լիակատար բռնատիրության իր հաստատման ճանապարհին մերժում է ամեն ինչ, հայոց պատմությունից սկսած ավարտված տարրական արժեքային համակարգեր։ Սա մի իշխանություն է, որը կարող է ամբյոնից հրապարակային ստել, կեղծել եւ մեղադրել հայ մարդուն, որ պաշտպանում է ազգային արժեքները։ Սա մի իշխանություն է, որը ազգային անվտանգություն անվան տակ հասկանում է բացառապես եւ միայն սեփական իշխանությունը պահելու եւ վերարտադրելու ձգտումը։ Սա մի իշխանություն է, որը զուգահեռաբար թշնամուն իրականացնում է հայ մարդու հետապնդման գործընթաց։ Եվ սա մի իշխանություն է, որը պատրաստ է զուգահեռաբար դերի նվազեցում հայ մարդու ինքնության, հայ ազգային իրավունքների պաշտպանության հարցում նույն գործողությունները կամ այլ ձևակերպմամբ, բայց նույն թիրախով գործողությունները իրականացնում են Հայաստանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այն պնդումները, թե իբր սա անձի դեմ է, եկեղեցու դեմ չի ուղղված, անձի դեմ է ընդամենը կուսակրոնության ուխտի խախտում եւ այլն, դրանք բոլորը պատրվակներ են եւ սինթեզեր։ Նույն կառավարության անդամները երթում են տալիս հանուն համազգային նպատակների։ Միթե համազգային նպատակների մեջ մտնում է հայ եկեղեցուն թիրախավորելը։ Միթե համազգային նպատակների մեջ է մտնում Բաքվում գտնվող հայ գերիների հարցերով չզբաղվելը կամ այդ հարցերով զբաղվող միակ լեգիտիմ անձին հենց այնպես պաշտոնից ազատելով առանց որևէ պատասխանատվություն ստանձնելը։ Սա է մեր երկրի իշխանության ազգային անվտանգության մասին մտահոգ իշխանության վարքագիծը։ Որևէ ողջամիտ բացատրություն, սիրելի հայրենակիցներ, չի տրվում այն բանի, այն հարցերի